Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան երեկվա փակ հանդիպումից հետո այսօր առավոտյան Բարգավաճ Հայաստանի առաջնորդը հայտարարեց՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով։ Կուսակցության քաղխորհուրդն էլ իր հերթին չեղյալ համարեց փետրվարի 20-ին նախատեսված հանրահավաքը՝ հնարավոր բախումներից զերծ մնալու պատճառաբանությամբ։ Ցավով եմ նշում, որ վերջին օրերի ընթացքում գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում։ Սա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է, հայտարարում է Ծառուկյանը եւ ավելացնում. դժվար չէ պատկերացնել, թե այն, ինչ կատարվում է հիմա, ինչի կհանգեցնի ընդամենը մի քանի շաբաթների ընթացքում։ Այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը եւ առաջին հերթին մեր ժողովուրդը։ Այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ։ Չխոսելով ապագա ծրագրերի մասին, Բարգավաճ Հայաստանի առաջնորդը միաժամանակ շեշտում է, որ իր խնդիրը միշտ էլ եղել է ժողովրդին եւ երկրին օգտակար լինելը, որը Ծառուկյանի համոզմամբ հնարավոր է միայն հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատելու ու լուծումներ գտնելու ճանապարհով։ Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը։ Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն, հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։ Ընդ որում, Բարգավաճ Հայաստանի առաջնորդի խոսնակը պնդում է, որ այս հայտարարությունը չի նշանակում, թե Ծառուկյանը մտադիր է լքել քաղաքական դաշտը։ Իվետա Տոնոյանի խոսքով Ծառուկյանը մտադիր չէ նաև վայր դնել իր падգամավորական մանդատը։ Չկա նման բան։ Պարոն Ծառուկյանը արել է հայտարարություն, ասել է, որ բոլոր իր քայլերը բխում են բացառապես ժողովրդի շահերից եւ որ հետագա զարգացումները բոլորը գիտենք, թե ինչի էին հանգեցնելու եւ որ յուրաքանչյուր մարդու կյանք ավելի թանկ է, քան ցանկացած ուրիշ որևէ բան։ Արդյոք Գագիկ Ծառուկյանը շարունակում է վերջին ելույթում իր հնչեցրած կարծիքներին հավատարիմ մնալ հարցին, Ծառուկյանի խոսնակը արձագանքեց. ելույթում ամեն ինչ ասված է։ Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, Ծառուկյանի խոսնակն ասաց, որ այդ մասին դեռ վաղ է խոսել։ Ծառուկյանի գերխնդիրը շարունակում է մնալ իշխանափոխությունը։ Ծառուկյանի գերխնդիրը շարունակում է մնալ ժողովրդի շահը։ Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները խիստ լարվեցին այն բանից հետո, երբ Սարգսյանը Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում խստորեն քննադատեց Բարգավաճ Հայաստանի առաջնորդին։ Մոտ 20 րոպեանոց ելույթում շարունակ կասկածի տակ դնելով Ծառուկյանի մտավոր ունակություններն ու նրան մեղադրելով քաղաքական տգիտության մեջ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Բարգավաճ Հայաստանի առաջնորդը քաղաքական դաշտի համար դարձել է չարիք։ Տարիներ շարունակ ես եմ ուղղակիորեն արգելել ձեզ հրապարակավ հանդես գալու Ծառուկյան Գագիկի բոլոր անհեթեթությունների դեմ, անձամբ փակելով այդ քաոսը։ Ես եմ արգելել որևէ մեկին հոլովել ժողովրդի կողմից դակված դոդգագո կնիքը։ Ես եմ բոլորիդ հորդորել ժամանակ տալ այստեղ այնտեղ հնչեցրած հերթական վտանգավոր նախադասությունից հետո, բացատրելով, որ նա ուղղի իր սխալը։ Կուտակված քաղաքական խնդիրներն ուղղակի պետք է լուծել եւ այդ գործընթացը մենք կսկսենք հենց այսօրվանից։ Սարգսյանի այս գնահատականների պատասխանը չուշացավ։ Ընդամենը մի քանի ժամ անց Գագիկ Ծառուկյանը Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդի նիստ հրավիրեց, որի ժամանակ պայքարի եւ իշխանություններին հեռացնելու կոչ արեց։ Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ՝ քաղաքական բոլոր օրինական մեթոդներով անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ազատվելու համար չարիքի այս իշխանությունից, հայտարարել էր Բարգավաճ Հայաստանի առաջնորդը եւ ամփոփել. Մեր խոսքը գործ է, իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։ Բոլորիս հաղթանակ եմ մաղթում։ Պայքարի այս կոչերը հնչեցնելուց ընդամենը 120 ժամ անց այսօր առավոտյան Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ նոր հայտարարությամբ, որի հիմնական ասելիքը հետևյալն է. Բարգավաճ Հայաստանի առաջնորդը չի ցանկանում, որ արյունահեղություն լինի, եւ նախընտրում է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։